Ողջույն բոլորին, բարի գալուստ կոնսուլտանտներ պոդքասթի երկրորդ էպիզոդ։ Այսօր խոսելու ենք թթվածնային թերապիայի մասին, խոսելու ենք տարբեր թթվածնային սարքերի մասին, թթվածնային թերապիայի ֆիզիոլոգիայի եւ էսկալացիայի փուլերի մասին։ Դե ինչ, կարող ենք սկսել։ Շատ լավ։ Այսօր մեր երկրորդ էպիզոդն է եւ որոշեցինք խոսել մի բանի մասին, որի հետ գրեթե ամեն հերթապահության ժամանակ առնչվում ենք, թթվածնի եւ թթվածնային թերապիայի մասին։ Եվ չնայած նրան, որ առաջին հայացքից իրականում ամեն ինչ բարձ է թվում, մոնիտորի վրայի թիվ, ապակթային կանյուլա եւ այլն, բայց իրականում պացիենտին թթվածնի միացնելու որոշման հետևում կա շատ խորը կլինիկական տրամաբանություն, կա շատ խորը ֆիզիոլոգիա, որին տիրապետելը եւ իմանալը շատ կարեւոր է ներքին հիվանդությունների արտոնատուրայում։ Եվ այս էպիզոդի ավարտին կփորձենք շատ լավ հասկանալ թթվածնային թերապիայի տարբեր մոտեցումները, հասկանալ թե ինչպես են տարբերվում եւ ինչպես պետք է հասկանանք պացիենտի հիպոքսեմիայի աստիճանը, արդյոք հիպոքսեմիա, հիպոքսիա, այդ տրամաբանությունը եւ տարբեր սարքերին ծանոթանանք, որով հնարավոր է պացիենտին մատակարարել թթվածին։ Կսկսենք սովորության համաձայն կլինիկական кейսի քննարկումից։ Ունենք 68-ամյա տղամարդ, ով ունի հաստատված թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվում է emergency բաժանմունք, անհետաձգելի բժշկության բաժանմունք։ Նա արդեն 3 օր է ինչ ունի հազ, արտադրությամբ հազ եւ ունի հեվոց, իր սովորական հեվոցից սրացած ավելի հեվոց։ Ընդունարանում շնչում է բավական արագ, շնչում է մոտ 28-30 անգամ 1 րոպեում եւ ունի օժանդակ մկանելի տեսանելի մասնակցություն շնչառության process-ին եւ աուսկուլտատիվ մենք լսում ենք խզոցներ, տեղ-տեղ նաեւ սուլոց խզոցներ։ Պուլս օքսիմետրով սատուրացիան չափվում է 84, 85, 86% սենյակային օդում։ Եվ պացիենտը տախիկարդիկ է մոտ 110 անգամ 1 րոպեում։ Բայց գիտակից է մի քիչ տագնապային անհանգիստ է, բայց ընդհանուր առմամբ կողմնորոշված գիտակից պացիենտ է։ Շատ լավ։ Հիմա փորձենք հասկանալ կլինիկական քեյսը եւ հասկանալ թե ինչի հետ գործ ունենք եւ մի քիչ վերլուծենք ընդհանրապես թթվածնի մասին եւ արյան մեջ թթվածնի առկայության մասին որոշ ֆիզիոլոգիական կոնցեպտներ։ Միջև դիպչելը այս պացիենտին եւ նրան թթվածին տալը պետք է նախ հասկանանք այդ թիվը, որ մենք տեսնում ենք 84 եւ այն կլինիկական պատկերը, որ տեսնում ենք, ինչքանով են համընկնում իրար հետ։ Եվ ընդհանրապես մենք թթվածնի մասին ունենք շատ լավ պատկերացումներ գիտության մեջ եւ բավական վաղուց հայտնի է թե թթվածինը ինչ կարեւոր է օրգանիզմի համար, թթվածինը մասնակցում է բջջային շնչառությանը եւ միտոքոնդրիումներում մասնակցում է էլեկտրոնային շղթային եւ շատ կարեւոր է բջիջների համար էներգիա ստեղծելու process-ի մեջ, բայց մեզ միշտ պատմականորեն նաեւ շատ դժվար է եղել հստակ հասկանալ եւ չափել թե արյան մեջ ընդհանրապես ինչքան թթվածին կա եւ արդյոք պացիենտը կամ մարդը ունի adekvat միջոցներ հասկանալու համար թե ինչքան թթվածին մենք ունենք։ Ես ստեղ կա ֆիզիոլոգիական տարբեր ցուցանիշներ, որոնց հետ հաճախ առնչվում ենք։ Առաջինը դա պուլս օքսիմետրով արյան մեջ թթվածնի սատուրացիան է եւ երկրորդ ցուցանիշը դա արյան մեջ թթվածնի պարցիալ ճնշումն է։ Քանի որ թթվածինը գազ է, գազի կոնցենտրացիաները չափվում են պարցիալ ճնշումներով եւ ոչ թե այլ ուրիշ չափման միավորներով եւ ընդունված ստանդարտներ կան այդ ամեն ինչի համար։ Մենք ունենք ընդունված ստանդարտ պուլս օքսիմետրով մոտ 90%, որից բարձրը համարվում է նորմալ հագեցածություն թթվածնով եւ ունենք պարցիալ ճնշման թիվ, ունենք մոտ 60 մմ/սն, որից բարձրը համարվում է ստանդարտ նորմալ քանակ թթվածնի։ Պուլս օքսիմետրով թթվածնի տոկոսը իրականում չափվում է թե ինչքանով է սատուրացված հեմոգլոբինը արյան մեջ, իսկ բարձր ճնշումը չափվում է թե ինչքան թթվածին որպես ազատ գազ կա արյան մեջ։ Հիմա փորձենք հասկանալ թե մեր օրգանիզմում արկա թթվածնի քանակը եւ այս երկու ցուցանիշները ինչքանով են իրար հետ կապված։ Թթվածինը քանի որ գազ է ազատ եւ գազերը ունեն տարբեր լուծելիություն հեղուկներում, բայց իր կարևոր դերի համար օրգանիզմը էվոլյուցիոն մշակել է միջոցներ, որպեսզի կարողանա հեշտ եւ արագ անխոչնդոտ թթվածինը հասցնի հյուսվածքներ, եւ դա արվում է հեմոգլոբինի միջոցով։ Այսինքն մեխանիզմը, որով դա կատարվում է, հետեւյալն է։
Հեմոգլոբինը կպնում է թթվածնին եւ այնտեղ մենք ունենք բիոքիմիական process, որի ընթացքում հեմոգլոբինը իր կոնֆորմացիաները փոխվելով միանում է տարբեր թթվածնի մոլեկուլներին եւ արյան մեջ պարունակվող թթվածնի 97 եւ ավել տոկոսը միացված է հեմոգլոբինին եւ ընդամենը 3 եւ 3-ից ավելի քիչ տոկոսն է, որ գտնվում է ազատ գազի վիճակով եւ տրանսպորտի է ենթարկվում արյան մեջ։ Ինչի՞ է սա կարեւոր։ Թթվածնի քանակը չափելու համար, երբ որ մենք օգտագործում ենք պուլս օքսիմետրիա, մենք պուլս օքսիմետր սարքի միջոցով փորձում ենք հասկանալ, թե մեր արյան մեջ առկա հեմոգլոբինի քանի տոկոսն է հագեցած թթվածնով եւ այս սրանով կարողանում ենք այսպես կոչված սուրոգատ մարկեր որպես հասկանալ, թե ինչքանով է մեր արյունը հագեցված թթվածնով, քանի որ ինչպես ասեցինք 97 եւ ավել տոկոսը թթվածնի միացված է հեմոգլոբինին, մենք հասկանալով, թե հեմոգլոբինի քանի տոկոսն է հագեցված թթվածնով, կարող ենք հասկանալ, թե ինչքան թթվածին կա օրգանիզմում։ Եվ սա բավական ճշգրիտ կարող է ցույց տալ թթվածնի քանակը։ Այսինքն կրկին այդ շեմը, որ մենք ասում ենք 90%, դրանից հետո իրականում այդ դիսոցիացիոն կորը հեմոգլոբինի հարթանում է եւ դժվար է իրականում ինտերպրետացնել, թե դրանից բարձր թիվը ինչքանով է այդ թթվածնի քանակի վրա ազդում, բայց հստակ ընդունված է, որ 90-ից ցածրն է, նշանակում է, որ թթվածնի քանակը արդեն քչանում է օրգանիզմում։ Եվ նույնն էլ բարձր ճնշման պարագայում։ Բայց մի ուրիշ կոնցեպտի մասին փորձենք խոսել, թե արդյոք սա նշանակում է, այս թվերը նշանակում են, որ պացիենտի մոտ կա իրականում սակավ թթվածին եւ դա արդյոք ազդում է հյուսվածքների վրա։ Սա մի քիչ բարդ ավելի սենց ինտենսիվ թերապիային բնորոշ կոնցեպտ է եւ գաղափարը այն է, որ կա երկու սենց տարբեր գաղափարներ։ Մեկը կոչվում է հիպոքսեմիա, մյուսը կոչվում է հիպոքսիա։ Հաճախ բժիշկները օգտագործում են այս երկու տերմինները փոփոխաբար, բայց հիպոքսեմիան իրականում կոնկրետ բնորոշ նշանակում է արյան մեջ առկա քիչ քանակ թթվածնի, իսկ հիպոքսիան ավելի հյուսվածքներին բնորոշ տերմին է, որը նշանակում է, որ հյուսվածքներում կա թթվածնի քիչ քանակ։ Եթե պացիենտի մոտ արյան մեջ կա քիչ քանակ թթվածնի, օրինակ, չգիտեմ, ունենք ցածր սատուրացիա, ունենք ցածր բարձր ճնշում, դա դեռ չի նշանակում, որ հյուսվածքներում կա հիպոքսիա։ Այսինքն մարդիկ հնարավոր է որ ունենան նորմալ հյուսվածքային շնչառություն, չնայած նրան, որ ունեն ցածր սատուրացիա, ուղղակի օրգանիզմը իրականում սա դիտարկում է որպես վտանգ եւ մեր կենտրոնական նյարդային համակարգը զգալով թթվածնի այս ցածր տոկոսները խթանում է շնչարգելության զգացողություն, որի հետևանքով պացիենտը սկսում է հաճախ շնչել, պացիենտը սկսում է տագնապային լինել, քանի որ օրգանիզմը զգում է, որ իր սովոր նորմայից ավելի քիչ է։ Բայց հյուսվածքների թթվածնի քանակ իրականում կախված է շատ կոնցեպտներից, կախված է թե ինչքան սրտային արտամղման ծավալը ինչքան է հեմոգլոբինի քանակը արյան մեջ, քանի որ օրինակ եթե պացիենտի մոտ կա նորմալ հեմոգլոբին եւ իրականում կա, չգիտեմ, նորմալ թթվածին եւ ուրիշ պացիենտի մոտ էլի նորմալ հեմոգլոբին, բայց քիչ թթվածին, տարբերությունը իրականում հյուսվածքների թթվածնի առկայության այդքան էլ շատ չի։ Բայց եթե հեմոգլոբինի քանակն է նվազում, իրականում որպես մեդիատոր թթվածնի տրանսպորտի, հյուսվածքային թթվածնի քանակը կտրուկ կարա իջնի։ Այսինքն մենք միշտ պետքա փորձենք հասկանալ թթվածնի քանակը օրգանիզմում կախված է ոչ թե հենց կոնկրետ այդ տոկոսից, այլ տարբեր պարամետրներից, կախված է թե ինչքան հեմոգլոբին ունենք, թե ինչքան արտամղման ծավալ ունենք սրտի կողմից եւ այլն եւ այլն։ Այսինքն այս բոլոր ամեն ինչը խոսում է ընդհանուր օրգանիզմի հյուսվածքների թթվածնային հագեցվածության մասին։ Իսկ թվերը, որոնք մենք տեսնում ենք, բարձր ճնշումը թթվածնի կամ սատուրացիան, դրանք կոնկրետ խոսում են թթվածնի արյան մեջ առկա թթվածնի տոկոսի կամ թթվածնի ազատ թթվածնի քանակի մասին։ Բայց կրկին մենք կարող ենք այս ցուցանիշները օգտագործել հարաբերական ցուցանիշներ որպես թթվածնի հագեցվածության համար եւ որոշենք, թե արդյոք պացիենտին պետքա տանք թթվածին, թե չտանք թթվածին։ Սա մի քիչ sense ոնց որ նյուանսային ֆիզիոլոգիական գաղափարներ են թթվածնի շուրջ, բայց ավելի պրակտիկորեն որ անցնենք թթվածնին եւ վերադառնանք մեր դեպքին, փորձենք վերլուծելով հասկանալ, թե ինչ գործողություններ կարելի է կատարել։ Հիմա ունենք մենք պացիենտ, որը ուներ թոքերի քրոնիկական հիվանդություն եւ հստակ երևում է, որ քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության ծրացմամբ գալիս է հիվանդանոց։ Մենք օգտագործելով թթվածնի սատուրացիայի թիվը, այս դեպքում 84-85% կարող ենք հասկանալ, որ գործ ունենք հիպոքսեմիայի հետ, կրկին, արյան մեջ թթվածնի քիչ քանակի հետ, եւ
պետք է անենք որոշակի գործողություններ, որպեսզի բարձրացնենք քանակը դեպի մեր ընդունված նորման, հա, մոտ 90-ից բարձր։ Այս դեպքում քանի որ ունենք թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն, մի քիչ նորմաները էլի փոփոխված են, բայց դրա մասին այս էպիզոդում չենք խոսա այդքան շատ։ Մենք պացիենտին միացնում ենք քթային կանյուլա 2 լիտր րոպե արագությամբ եւ տեսնում ենք, որ բարձր ճնշումը թթվածնի պուլս օքսիմետրով բարձրանում է դեպի 89%, պացիենտը դեռ տախիպնեի կա։ Վերցնում ենք զարկերակային գազերի քննություն եւ հասկանում ենք, որ թթվածնի բարձր ճնշումը պացիենտի մոտ 58 է, CO2-ի բարձր ճնշումը 58 է կրկին եւ pH-ը 7.32։ Ըստ սահմանման պացիենտը ունի հիպոքսեմիա, քանի որ տեսնում ենք, որ նաև բարձր ճնշումն է ցածր եւ նաև ունի CO2-ի ռետենցիա, CO2-ի կուտակում արյան մեջ, որը բնորոշ է շատ թոքերի օբստրուկտիվ հիվանդությանով։ Պետք է հասկանանք, լավ, այս դեպքում ինչ ենք անում եւ կոնկրետ այս պացիենտի պարագայում ինչպես պետք է ֆիքսենք թթվածնի քանակը։ Ինչը մեզ արդեն բերում է մեր էպիզոդի հաջորդ մասին, որտեղ խոսելու ենք արդեն թթվածնի մատակարարման տարբեր սարքերի մասին եւ հիպոքսեմիայի շտկման գաղափարի մասին։ Լավ, խոսեցինք արդեն մոնիտորի թվերի մասին, խոսեցինք բարձր ճնշման մասին, խոսեցինք արյան թթվածնի մատակարարման գաղափարի մասին, հեմոգլոբինի կարևորության, սրտային արտամխման ծավալի մասին եւ այլն, այսինքն թե ինչպես է ընդհանրապես հիպոքսեմիան եւ հիպոքսիան ինչքանով են իրար հետ կապված եւ ինչ տարբեր գործոններից են իրենք կախված, եւ այս ամեն ինչից sense կարճ գործնական հետեւություն կարող ենք անել, որ թթվածին տալով մենք իրականում հիպոքսեմիկ պացիենտների մոտ փորձում ենք բուժել հիպոքսեմիան եւ սա իրականում հաճախ կարող է ունենալ տարբեր սահմանափակումներ, օրինակ եթե մենք կրկին ունենք անեմիկ պացիենտներ, ունենք պացիենտներ, ովքեր կլինիկական շոկի վիճակում են գտնվում, այս դեպքում մենք ունենք տարբեր այլ խնդիրներ, որոնք անկախ թթվածնի քանակից միևնույնն է կարող են առաջացնել հյուսվածքներում թթվածնի ծարավ, որը հավելյալ թթվածնով չի շտկվի, այսինքն այս գաղափարը պետք է sense փորձենք դիսոցացնել, որ ոչ միշտ է, որ հյուսվածքներում արկա թթվածնի քանակը մեր թթվածնի չափման քանակների հետ կորելացվելու է, բայց կոնկրետ թթվածնի մատակարարման խնդիրների շուրջ հնարավոր է մենք փորձենք թթվածնով շտկել դա։ Եվ ինչպես պետք է դա անենք, ինչ մատակարարման համակարգեր գոյություն ունեն թթվածնի եւ ինչ գաղափարներ կան ընդհանրապես սրա շուրջ։ Սա հասկանալու համար պետք է փորձենք հասկանալ երկու մեծ ոնց որ sense գաղափար թթվածնի մատակարարման։ Առաջինը դա հոսքի արագությունն է, անգլերենով flow rate, երկրորդը դա ներշնչված թթվածնի պարցիալ ճնշումն է, կամ անգլերեն ասում ենք FiO2, հայերեն FiO2 ենք ասում, թե ինչքան ֆրակցիա է թթվածին պացիենտը ներշնչում։ Թթվածնի հոսքի արագությունը իրականում կարելի է հասկանալ այս ձև։ Երբ որ մենք նորմալ հանգիստ շնչում ենք, մենք մի րոպեում ինչ որ ծավալի օդ ենք շնչում կամ ինչ որ ծավալի թթվածին, բայց երբ մենք ունենք շնչարկելություն, երբ ունենք դիսպնեա, այդ ծավալները բավական շատանում են եւ այդ պատճառով մենք հավելյալ ծավալներով հոսքեր տալով կարող ենք օգնել պացիենտին այդ հավելյալ ծավալները, որ նա ուզում է, լրացնել։ Իսկ ներսրճված օդի թթվածնի ֆրակցիան մեզ օգնում է մատակարարել ավելի մեծ քանակի թթվածին ամեն լիտրի մեջ, այսինքն օրինակ, եթե մթնոլորտային օդի մեջ թթվածնի տոկոսը գիտենք 21% է, ապա այդ օդի FiO2-ը կլինի 21 կամ 0.21 եւ տարբեր մատակարարման սարքեր ունեն տարբեր FiO2-ներ, այսինքն տարբեր թթվածնի ֆրակցիա, որ կարելի է մատակարարել, ու ըստ դրա փոփոխվում է նաեւ իրանց ուժգնությունը։ Եվ համապատասխանաբար մենք ունենք ցածր հոսքի թթվածնային սարքեր կամ low flow սարքեր, որոնք ապահովում են ցածր հոսք, ապահովում են ավելի ցածր FiO2, գրքին փոփոխական, բայց ցածր։ Ամենատարածվածը նման սարքերից դա սովորական քթային կանյուլան է, թթվածնային դիմակներն են եւ այլն, որոնց մասին ամեն մեկի մասին կխոսենք, եւ ունենք արդեն ավելի բարձրակարգ սարքեր, ունենք բարձր հոսքի սարքեր կամ high flow սարքեր, որոնք կարողանում են ապահովել ավելի մեծ ծավալի հոսքեր թթվածնի, արդեն ստեղ տասնյակ լիտրներ րոպեներում եւ ավելի մեծ FiO2 կարող ենք հասնել։
Հիմա ցածր հոսքի սարքերից ամենատարածված եւ հաճախ օգտագործվող սարքը դա քթային կանյուլան է, որը կարողանում է մատակարարել 1-ից 6 լիտր րոպեում։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ քթային կանյուլան, եթե 6 լիտր րոպեից ավել հոսքի տակ է դրված, յոդ, ուդ եւ այլն, հաճախ հնարավոր է սա տեսնել։ Իրականում 6-ից ավել ցանկացած թիվ չի մատակարարելու ավել հոսք, քանի որ քթային կանյուլայի տրամագիծը, քթային կանյուլայի հոսքի մեխանիկան այնպես է կառուցված, որ 6 լիտրից ավել հնարավոր չէ սարքը մատակարարի րոպեում, անկախ նրանից, թե մեր ցուցիչը թթվածնային ինչքան լիտր է դրած, ուղղակի անհնար է ֆիզիկապես դա անել, դրա համար մենք միշտ մտքում պետք է պահենք, որ քթային կանյուլայի մաքսիմումը դա 6 լիտր րոպեում է, եւ համապատասխանաբար FiO2-ը հնարավոր է բարձրացնել մինչեւ մոտ 44%։ Այսինքն սովորական նորմալ 21-ի սարքել 44%։ Սրանով իսկ մեր ոնց որ էսկալացիոն առաջի սանդղակի առաջի աշճանը լինելու է քթային կանյուլան, որով մենք կարող ենք մատակարարել այդքան հոսք թթվածնի։ Հաջորդը արդեն բարձ դիմակն է թթվածնային, սովորական դիմակը, որի հետ առնչվում ենք հաճախ, որը կարող է մատակարարել 5-ից 10 լիտր րոպեում, եւ իրականում սա ոնց որ հաջորդ քայլն է էսկալացիայի սովորաբար։ Կան տարբեր փոփոխված դիմակներ, օրինակ դիմակներ ունենք, որոնք ունեն հատուկ պարկեր, որոնք կոչվում են, այստեղ արդեն ունենք հետշնչող պարցիալ, հետշնչող մասնակի կամ ամբողջական թթվածնային դիմակներ, որտեղ պացիենտը արտաշնչելուց այդ իրենց անատոմիական մեռյալ տարածության օդը դիմակի այդ պարկի մեջ է արտաշնչում, որը ունի ավելի բարձր տոկոս, հետո ներշնչում այդ նույն օդը հագեցած թթվածնով, sense տարբեր փոփոխություններ կան, բայց իրականում այս բոլոր սարքերը մոտ մինչև 10, երբեմն 15 լիտր րոպեում թթվածին կարող են մատակարարել տարբեր FiO2-ներով։ Սովորաբար ընդունված է ասել, որ մինչև 60%, այսինքն 35-ից 60% կախված հոսքի արագությամբ մենք այսքան FiO2 կարող ենք հասցնել պացիենտին այդքան հոսքով։ Հիմա կոնկրետ որ պացիենտներին կարելի է սա կիրառել։ Իրականում տարբեր խնդիրներ կան թթվածնային դիմակների հետ, այս պացիենտներին իրականում դժվար է մի քիչ անհարմար է ինքը, պացիենտը չի կարա ուտի այդ դիմակներով, այսինքն անդադ պետք է հանել, հագնել եւ այլն, ինքը այդքան էլ հարմար չի, նաեւ ստեղծում է կլաուստրոֆոբիայի զգացում շատ պացիենտների մոտ եւ այլն, բայց հաճախ, օրինակ, եթե մեր պացիենտին մենք այս բան տեղադրենք այս դիմակը, թթվածնի սատուրացիան բարձրանալու է մինչեւ մոտ 93%։ Այսինքն մենք կարող ենք ապահովել ավելի բարձր հոսք եւ ավելի մեծ քանակով FiO2 այս պացիենտին։ Բայց կարևոր է հասկանալ նաև, որ ոչ միշտ է հնարավոր դա անել եւ արդեն հաջորդ էտապները պետք է ոնց որ էսկալացիան կամաց բարձրացնել։ Օրինակ, եթե մենք բարձ դիմակով ունենք դեսատուրացիաներ, պետք է արդեն ասենք ռեզերվուարային դիմակներին, մի փոքր ես իրենց փորձեցի բացատրել, ունենք օրինակ մասնակի ռեզերվուարային կամ առանց հետշնչման ռեզերվուարային դիմակներ, որոնցով մենք կարող ենք ապահովել բարձր FiO2-ներ։ Մի փոքր ավելի մանրամասն եթե բացատրեմ, քանի որ մենք ներշնչելուց մոտ 150 մլ նորմալ շնչառական ծավալի, այսինքն գրեթե 30%-ը մնում է անատոմիական մեռյալ տարածություններում եւ չի մասնակցում գազափոխանակությանը, այդ օդը մենք եթե արտաշնչում ենք եւ նորից շնչում ենք, ավելի լավ է, քան թե եթե մենք ոնց որ այդ օդը ուղղակի կորցնենք եւ մենք փորձելով այդ մեռյալ տարածության օդը պարկի մեջ մտցնելով հագեցնենք հավելյալ թթվածնով, մենք կարողանում ենք օդ խնայել եւ անիմաստ չկորցնել այդ լավ օդը եւ այս դիմակները հենց մասնակի հետշնչման այդ կոնցեպտի վրա են աշխատում, իսկ առանց հետշնչման դիմակները հակառակը մենք այդ արտաշնչված օդը ուղղակի դուրս է գալիս եւ մենք ունենք առանձին պարկ, որտեղ միայն անընդհատ թթվածնով օդ է լցվում եւ մենք կարողանում ենք տեսականորեն 100%-ին մոտ FiO2-ներ հասցնել այս պացիենտների մոտ, կրկին էլի տարբեր սահմանափակումներով թթվածնի հոսքի կորուստ ենք ունենում եւ այլն եւ իրականում միշտ չի որ այդքան adekvat կարողանում ենք մատակարարել, բայց շատ ավելի բարձր տոկոսների կարող ենք հասնել, քան սովորական թթվածնային դիմակով։ Այսինքն նորից սկսում ենք քթային կանյուլայից, հետո սովորական դիմակներ եւ հետո արդեն կարող ենք անցնել այս ռեզերվուարային դիմակներին որպես հաջորդ քայլ։ Եվ դրանից հետո ունենք արդեն այլ ավելի բարձրակարգ մասկաներ կամ ավելի ոնց որ sense հստակ դեպքերում կիրառվող, որոնց մասին կարող ենք արդեն խոսել դադարից հետո։
Okay. Մի քիչ ուզում եմ մեր кейսի մասին նորից խոսել, քանի որ մենք ստեղ ունեինք թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություն, պետք է իմանալ, որ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության մեջ կա մի նյուանս, դա հիպերկապնիայի նյուանսն է։ Սա չի վերաբերվում բոլոր պացիենտներին, ովքեր ունեն հիպոքսեմիա, բայց կոնկրետ այս դեպքում, քանի որ մենք ունենք հիպերկապնիա եւ հաճախ քանի որ պացիենտները նույնպես ունեն հիպերկապնիա համակցված հիպոքսեմիայի հետ, կարևոր է սա մտքում պահել եւ հասկանալ, որ քրոնիկական հիպերկապնիա ունեցող պացիենտների մոտ թթվածնի ֆիզիոլոգիան ավելի տարբեր է լինելու եւ այս պացիենտներին տալ մեծ հոսքերով թթվածին, մեծ ծավալներով թթվածին իրականում կարող է լինել վատ, քանի որ քրոնիկական հիպերկապնիայի շնորհիվ իրենց քեմոռեցեպտորները սովոր են ցածր տոկոսների թթվածնի եւ իրենց տալով բարձր տոկոսներ մենք կարող ենք իրականում ռիսկի տակ դնել այս պացիենտներին այն ժամանակ, երբ որ մենք արդեն փորձենք թթվածինը դադարեցնել, այս պացիենտները արդեն ժամանակավորապես սովոր լինելով համեմատաբար հարաբերականորեն բարձր թթվածնի տոկոսներին կարող են չկարողանալ ապահովել նման քանակով բարձր թթվածին իրենց քրոնիկական հիպերկապնիայի ֆոնի վրա եւ սկսեն գնալ արդեն ավելի խորը շնչառական անբավարարության մեջ։ Դրա համար հաճախ կան հատուկ դիմակներ, որոնք օգտագործվում են կոնկրետ այս պարագաներում եւ դրանցից մեկը կոչվում է Վենտուրիի դիմակ, որը հատուկ էֆեկտ է օգտագործում, կոչվում է Բեռնուլիի էֆեկտ, որտեղ թթվածնի հոսքը հատուկ sense հստակ տրամաչափով անցքերով է անցնում, որով մենք կարողանում ենք կոնկրետ տոկոսը կառավարել թթվածնի եւ այս պացիենտներին մենք կարողանում ենք հստակ FiO2 տալ առանց ռիսկի տակ դնելու իրանց հիպերկապնիայի վատացումը այս պարագայում, բայց սա կոնկրետ վերաբերվում է թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության կամ այլ պարագաներում ասոցացված հիպերկապնիկ շնչառական անբավարարությունների հետ եւ չի վերաբերվում բոլոր պացիենտներին։ Հիմա այս դեպքում օրինակ Վենտուրիի դիմակը կլիներ իդեալական, քանի որ մենք չենք ուզենա մեր պացիենտին տալ շատ մեծ քանակով թթվածին, այլ 90%-ից բարձր մինչև 93-94 մեր համար ցանկալի է։ Բայց ինչ անել այն դեպքերում, երբ որ սա նույնպես բավարար չի, կամ եթե օրինակ մենք ունենք պացիենտ, ով ունի, չգիտեմ, թոքաբորբ եւ թոքաբորբի պատճառով ունի հիպոքսեմիա եւ այլն, եւ տալիս ենք թթվածին, միևնույնն է քանակը թթվածնի այդքան չի բավարարում, հոսքը եւ FiO2-ը այդքան բարձր չեն, որ կարողանան շտկել մեր պացիենտի թոքերի հիվանդության պատճառով արկա հիպոքսեմիան, հաջորդ քայլը ի՞նչն է։ Հիմա հաճախ նախկինում երևի չգիտեմ 10 տարի առաջ 15 տարի առաջ նման պացիենտները սովորաբար որպես կանոն ինտուբացվում են եւ անցնում են մեխանիկական շնչառության տակ, բայց հիմա տեխնոլոգիաների զարգացման եւ ավելի շատ հետազոտություններ անելու պարագայում մենք տեսել ենք, որ կան սարքեր, որոնք կարողանում են օգնել մեզ խուսափել այս ագրեսիվ միջամտություններից, եւ դրանցից մեկը եւ ամենատարածված եւ էֆեկտիվը կոչվում է բարձր հոսքով քթային կանյուլա կամ անգլերեն ասում ենք high flow nasal cannula, իրականում իդեալական դիմակ է, իդեալական միջոց է թթվածնի մատակարարման, որը կարողանում է ապահովել շատ մեծ քանակով հոսքեր, մոտ 60 լիտր րոպեում թթվածին կարող ենք մատակարարել պացիենտներին։ Իրանք sense քթային կանյուլայի նման, բայց մի քիչ ավելի հաստ, մի քիչ ավելի մեծ եւ ավելի sense բարդ խրթին կառուցված սարք է, որը մեծ հոսքեր է կարողանում ապահովի եւ տեսականորեն մինչեւ 100% FiO2 կարողանում ենք հասցնել այս պացիենտներին։ Հետազոտությունները եւ ամենաթարմը, որոնցից մոտ 2 ամիս առաջ տպագրվել է, ցույց են տվել, որ օգտագործելով բարձր հոսքով քթային կանյուլաներ, պացիենտները կարողանում են հաջող ձևով խուսափել մեխանիկական շնչառությունից, այսինքն ինտուբացիայից։ Իրականում մահացության հետ կապված թվերը այդքան էլ լավը չեն, այսինքն այնց չի, որ բարձր հոսքով թթվածնի քթային կանյուլա օգտագործող պացիենտները ավելի լավ կլինիկական երգել են ունենում, բայց այն փաստը, որ մեխանիկական շնչառությունից խուսափում են պացիենտները, իրականում ինքնին դրական արդյունք է, քանի որ այն բոլոր բարդությունները եւ խնդիրները, որոնք ասոցացված են ինտուբացիա եւ մեխանիկական շնչառության հետ, այս պացիենտների մոտ չենք տեսնում։ Ինչպես է աշխատում բարձր հոսքով քթային կանյուլան եւ որտեղ է իր աշխատելու այդ կարևոր առավելությունները։ Առաջինը քթեմպանային մեռյալ տարածության լվացում, այդ գաղափարն է կամ dead space washout անգլերենով, բարձր հոսքը հեռացնում է CO2-ով հարուստ արտաշնչված գազը վերին շնչուղիներից, միջև մեր հաջորդ ներշնչումը, որը բարձրացնում է յուրաքանչյուր
մեր կատարած շնչառական շարժման արդյունավետությունը եւ նվազեցնում է շնչառական աշխատանքը։ Շատ կարևոր մի կոնցեպտ է։ Եվ երկրորդը, դրական ճնշում ենք կարողանում ապահովել ըմպանում, ինչպես նաեւ ծայրամասային շնչուղիներում, քանի որ մոտ ամեն 10 լիտր րոպե հոսքի համար մենք ստանում ենք 1-ից 2 սանտիմետր ջրիսյան հետ էքսպիրատոր ճնշում կամ այսպես կոչված PEEP, որի շնորհիվ կարողանում ենք ապահովել ալվեոլների, կոլապսված ալվեոլների recruitment, կոլապսված ալվեոլների մասնակցություն շնչառական process-ների եւ դրանով իսկ լավացնել օքսիգենացիան թոքերի, վենտիլյացիան եւ օքսիգենացիան։ Եվ դրանով իսկ բարձր հոսքի քթային կանյուլան համարվում է մեր հաջորդ էսկալացիոն քայլը հիպոքսեմիկ պացիենտների մոտ մինչև ինտուբացիան։ Սրանից հետո, եթե պացիենտը ունի դեսատուրացիա կամ հիպոքսեմիա բարձր հոսքի քթային կանյուլայի վրա, արդեն մենք պետք է խիստ սկսենք մտածել ինտուբացիայի մասին։ Բայց մինչև ինտուբացիայի մասին խոսելը պետք է հասկանալ այլ ալտերնատիվների մասին, որոնք հստակ դեպքերում կարող են կիրառվել, որոնցից ամենակարևորը ոչ ինվազիվ վենտիլյացիան է կամ non-invasive ventilation կամ հաճախ CPAP, BiPAP, այդ սարքերը։ Փորձենք հասկանալ այդ սարքերի աշխատելու գաղափարը եւ հասկանանք, թե կոնկրետ օրինակ մեր պացիենտին ինչքանով դրանք կարող են լինել օգտակար եւ առհասարակ որ պացիենտների դեպքում կարելի է դա օգտագործել։ Շատ լավ։ Հիմա փորձենք մեր պացիենտին վերադառնալ եւ մեր պացիենտի մոտ կարող ենք տեսնել, որ մենք 2 ժամ արդեն պացիենտին պահում ենք դիմակի վրա, թթվածնային եւ տեսնում ենք, որ իրականում սկզբում լավ էր, բայց միևնույն է տախիպնիան վերադառնում, պացիենտը սկսում է ավելի սենց սոմնոլենտ, ավելի մթագնած տեսք ունենալ եւ վերցնում ենք թթվածնային արյան գազերի հետազոտություն եւ տեսնում ենք, որ CO2-ի բարձր ճնշումը բարձրացել է, հասել է 70-ի, թթվածնի բարձր ճնշումը 64, մի քիչ շտկվել է, հաշվի առնելով թե ինչքան հավելյալ թթվածին եք տալիս պացիենտին, եւ մենք սկսում ենք անհանգստանալ պացիենտի համար։ Եվ այս դեպքերի համար իրականում հիշում ենք, որ գոյություն ունեն շատ լավ սարքեր, որոնք հստակ կարող ենք օգտագործել ոնց որ հավելում կամ հաճախ նաև փոխարինելով բարձր հոսքի թթվածնային դիմակները, կանյուլյաները, եւ այս սարքերը կոչվում են ոչ ինվազիվ օդափոխության կամ ոչ ինվազիվ վենտիլյացիայի սարքեր, եւ երկու տեսակ ունենք՝ CPAP եւ BiPAP։ Ինչպես են դրանք աշխատում եւ որոնք են ցուցումները։ Ոչ ինվազիվ վենտիլյացիայի աշխատելու գաղափարը իրականում նույնն է, ինչ որ մեխանիկական վենտիլյացիայի կամ ռուսերենով կոչված EVL-ների գաղափարը, այսինքն պացիենտը ստանում է դրական ճնշման օդափոխություն իր թոքերում առանց էնդոտրախեալ ինտուբացիայի, այսինքն դիմակներով, որոնք կարողանում են ապահովել լավ վակուում դեմքի շուրջը, պացիենտը կարողանում է ստանալ լավ վենտիլյացիա։ Ինչպես է սա աշխատում եւ ինչն է այս դիմակների գաղափարը ամբողջությամբ։ Այս դիմակների գաղափարը այն է, որ մենք կարողանալով ստանալ հստակ դեմքի շուրջ sense լավ վակուում, կարողանում ենք պացիենտների եւ այս դիմակին կպված սարքի մեջ ապահովել sense փակ համակարգ, որով սարքը կարողանում է պացիենտին դրական ճնշման տակ տալ լավ ծավալներ թթվածնի եւ օգնել իրենց շնչարգելությանը, օգնել իրենց հավելյալ մկանների աշխատանքին եւ օդափոխել թոքերը։ Եվ կարողանում ենք իրականում բարձր ճնշումներով ապահովել լավ ծավալներ եւ կան տարբեր ձևեր, որով կարելի է տալ ոչ ինվազիվ վենտիլյացիա, CPAP-ը օրինակ շարունակական դրական ճնշում է, BiPAP-ը երկու աստիճանի ճնշումներ է, ունենք բարձր ճնշում եւ ցածր ճնշում, ավելի մանրամասն դրանց մասին կխոսենք։ Եվ երբ որ կլինիկական դեպքերում է կարևոր օգտագործել այս սարքերը, առաջինը հենց մեր պացիենտին բնորոշ հիվանդության պարագայում է կարելի օգտագործել եւ իրականում ունենք շատ լավ արդյունքներ այս պացիենտների պարագայում։ Այս պացիենտները, այսինքն նրանք, ովքեր ունեն թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության սրացումներ եւ ունեն ռեսպիրատոր ացիդոզ, ոչ ինվազիվ օդափոխության օգտագործումը բավական լավ արդյունքներ է տալիս եւ ունի բավական մեծ ապացուցողական ցուցանիշներ, նվազեցնում է ինտուբացիան եւ նաեւ ունի մահացության վրա դրական ազդեցություն։ Այսինքն մենք
Քանի որ հիպոքսեմիայի հետ ունենք զուգակցված հիպերկապնիա խնդիր, իսկ հիպերկապնիա ճկում ենք ծավալներ տալով եւ ծավալային օդափոխություն ապահովելով, մենք կարողանում ենք այս ձևով տալ լավ ծավալներ եւ կարողանալ շտկել հիպերկապնիա։ Երկրորդ ցուցումը դա սուր կարդիոգեն թոքային այտուցն է, հա, կամ սուր սրտային անբավարարությունը ռեսպիրատոր վատթարացմամբ ուղեկցված, եւ սա կապված է նրա հետ, որ դրական ճնշումներ ապահովելով կրծքավանդակում ոչ ինվազիվ վենտիլյացիայի սարքերի օգտագործմամբ մենք կարողանում ենք լավացնել սրտի նախա եւ հետբեռնվածությունները, այսինքն քչացնել հետնախաբեռնվածությունը եւ հետբեռնվածությունը եւ դրանով իսկ օգնել սրտին վերականգնել աշխատանքը եւ դրանով լավացնել շնչառական աշխատանքը եւ թոքերի վիճակը։ Կարևոր է շատ իմանալ նաև հակացությունների մասին, որոնցից ամենաառաջինը դա պացիենտի գիտակցության վիճակն է։ Այն պացիենտները, ովքեր անգիտակից են, ովքեր չունեն շնչուղիների պաշտպանելու ունակություն, պետք է ինտուբացվեն եւ անցնեն մեխանիկական շնչառության տակ, քանի որ այս պացիենտները չունենալով adekvat պաշտպանիչ ռեֆլեքսներ, հնարավոր է ունենան ասպիրացիաներ եւ դիմակները չեն ապահովում շնչուղիների կատարյալ պաշտպանություն եւ մեր շնչուղիները բաց են եւ այդ պացիենտների մոտ կա բարձր ասպիրացիոն ռիսկ։ Բայց սա չի վերաբերվում թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության պացիենտներին, քանի որ այդ պացիենտների մոտ ընդունված է համարել, որ գիտակցության խանգարումը կապված է հիպերկապնիկ կոմայի հետ եւ ոչ ինվազիվ օդափոխության սարքերը շատ լավ ձևով կարողանում են շտկել հիպերկապնիան, շատ արագ հնարավոր է շտկել եւ դրանով պայմանավորված գիտակցության մակարդակը հնարավոր է արագ վերականգնել եւ այդ պացիենտների մոտ ասպիրացիոն ռիսկը իրականում առաջի ժամերին ավելի քիչ է եւ դենք օգտագործելով ոչ ինվազիվ օդափոխության սարքեր եւ շտկելով հիպերկապնին կարողանում ենք վերականգնել գիտակցությունը եւ խուսափել ինտուբացիայից։ Այսինքն այս պացիենտների կոհորտի մոտ մենք տեսնում ենք շատ լավ ապացուցողական ոնց որ բազա նույնիսկ գիտակցության խանգարման պարագաներում բայփափի եւ սիփափի օգտագործման, բայց սա ոնց որ այն միակ կոհորտն է, որտեղ կարելի է օգտագործել։ Եթե մենք ունենք ուրիշ պացիենտ, նույնիսկ կարդիոգեն թոքերի այտուցով, միևնույն է այս պացիենտների մոտ օգտագործել ոչ ինվազիվ վենտիլյացիա այդքան էլ խրախուսելի չի, քանի որ կրկնենք ասպիրացիոն բարձր ռիսկ եւ վտանգավոր է։ Հեմոդինամիկ անկայուն պացիենտները, դեմքի տրավմայով պացիենտները, չդրենավորված պնևմոթորաքսով պացիենտները, ինչպես նաև շնչառական կամ սրտային կանգ ունեցած կամ ոնց որ վերականգնված, հա, այդ դրա հետ ասոցացված շնչառական անբավարարությամբ հիվանդներին խորհուրդ չի տրվում օգտագործել ոչ ինվազիվ վենտիլյացիա, կրկին կախված իրանց կլինիկական վատթարացման եւ այլն ավելի ապահով եւ ավելի կլինիկորեն խոհեմ քայլ է այս դեպքում կատարել էնդոտրախեալ ինտուբացիա եւ մեխանիկական վենտիլյացիա։ Այսինքն կրկին, հա, եթե ամփոփենք ոչ ինվազիվ վենտիլյացիան, իրան պետք չի դիտարկել որպես հաջորդ քայլ, բայց հաճախ մենք իրան դիտարկում ենք որպես բարձր հոսքի քթային կանյուլային համարժեք, հա, թթվասնի մատակարարման սարք, կոնկրետ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության, կարդիոգեն այտուցի եւ այլ ոնց որ կլինիկական պարագաներում, երբ որ մենք կարծում ենք, որ պացիենտին հնարավոր է տալ մեծ ծավալներ եւ կարողանալ օգնել վերականգնել շնչառական աշխատանքը։ Իհարկե մտապահելով բոլոր հակացությունները։ Շատ լավ։ Սա ինչ վերաբերվում էր ոչ ինվազիվ վենտիլյացիային, հիմա կփորձենք ամփոփել մեր քննարկածը, ամփոփել թթվասնի թերապիայի քայլերը եւ վերադառնալ մեր պացիենտին։ Շատ լավ։ Այսինքն ամփոփելով մեր քննարկումը թթվասնային թերապիայի շուրջ, կարևոր է հասկանալ մի քանի բան, հա, առաջինը, որ թթվասնի քանակը արյան մեջ եւ թթվասնի մատակարարումը, դրանք տարբեր կոնցեպտներ են, ինչը նաեւ հանգեցնում է հիպոքսեմիա եւ հիպոքսիա գաղափարների տարբերությանը, եւ մենք չափելով արյան մեջ թթվասնի քանակը իրականում ուղղակի ստանում ենք հարաբերական տեղեկատվություն արյան մեջ թթվասնի մասին, դա անում ենք չափելով հեմոգլոբինի սատուրացիայի տոկոսը կամ չափելով թթվասնի բարձր ճնշումը զարկերակային արյան մեջ եւ իրականում գլոբալ թթվասնի քանակը կախված է ավելի շատ ֆակտորներից, օրինակ հեմոգլոբինի քանակից, սրտային արտամղման ծավալից եւ այլն զարկերակային ճնշումից հետեւաբար, բայց շնչառական անբավարարության պացիենտի մոտ հետեւելով հեմոգլոբինի սատուրացիան եւ հետեւելով
բարձր ճնշմանը, կարողանում ենք լավ գաղափար կազմել պացիենտի հիպոքսեմիայի մասին եւ ըստ դրա անել տարբեր քայլեր, որպեսզի մատը կառավարել հավելյալ թթվածին։ Եվ մատը կառավարման համար կրկին պետք է հիշենք երկու գաղափար՝ հոսքի արագություն եւ թթվածնի ֆրակցիալ քանակ, ներշնչված օդում FiO2, եւ պետք է հասկանանք, որ տարբեր սարքերը սա անում են տարբեր ձևով։ Մենք կտեղադրենք հատուկ ոնց որ sense նկար, որտեղ կամփոփվի տարբեր սարքերի հոսքի արագությունները եւ բարձր ճնշումները, բայց ոնց որ sense ոչ ֆորմալ, էսկալացիոն քայլերը հետեւյալ ձևով են ընթանում։ Սկզբում մենք սկսում ենք քթային կանյուլայից, որը կարողանում է ապահովել 1-ից 6 լիտր րոպեում հոսք եւ մինչեւ գրեթե 40-45% FiO2, որից հետո անցնում ենք արդեն ավելի շատ հոսքեր մատակարարող թթվածնային դիմակներին, որոնք մինչև 60% FiO2 կարողանում են ապահովել, որպես հաջորդ քայլ արդեն ռեզերվուարային դիմակներին, կրկին մասնակի հետ շնչմամբ եւ առանց հետ շնչմամբ դիմակների, եւ դրանից հետո հաջորդ քայլը արդեն ըստ պացիենտի ոնց որ ցուցման կարող ենք օգտագործել ոչ ինվազիվ օդափոխություն, ոչ ինվազիվ վենտիլյացիա, այսինքն CPAP, BiPAP, կամ կարող ենք օգտագործել բարձր հոսքի քթային կանյուլաներ, high flow nasal cannulanեր, հաճախ կամ մեկը կամ մյուսն ենք օգտագործում, երբեմն համակցված այդքան էլ խոր չի տրվում, այսինքն համակցված ասվի նկատի ունեմ պացիենտին տալիս ենք բարձր հոսքի թթվածին, հետո տալիս ենք BiPAP, բայց դա ոնց որ մի քիչ ոչ ֆորմալ է, իրականում կամ մեկը կամ մյուսը պետք է կիրառել, եւ եթե այս պացիենտների մոտ հնարավոր չի ապահովել adekvat վենտիլյացիա եւ օքսիգենացիա, արդեն անցնում ենք մեխանիկական շնչառությանը։ Բայց շատ կարեւոր է իմանալ այս կոնցեպտները միջև մեխանիկական շնչառության անցնելը, որտեղ հաճախ կրկին ապացուցողական բազան մեզ հուշում է, որ պացիենտների մոտ օգտագործելով գրագետ թթվածնային թերապիա մենք կարող ենք խուսափել մեխանիկական վենտիլյացիայից եւ ինտուբացիաներից, որը ըստ իրա անուղղակիորեն օգնում է պացիենտներին ավելի հեշտ վերականգնվել շնչառական անբավարարությունից, բայց դրա հակառակ կողմն էլ այն է, որ մենք պետք է միշտ լինենք շատ զգոն եւ եթե անհրաժեշտ է եւ եթե ունենք ցուցումներ, եթե ունենք իրակցիան խանգարումներ, եթե ունենք հարաճող սրտանոթային անբավարարություններ եւ այլն, ապա այս պացիենտների հետ պետք է լինել շատ զգույշ եւ պետք է շատ ավելի արագ կատարել ինտուբացիաներ եւ չսպասել ոչ ինվազիվ մեթոդների աշխատելուն, բայց իրականում այս կոնցեպտները մեզ կօգնեն հաճախ պացիենտների հետ լավ աշխատել եւ գրագետ թթվածնային թերապիա կիրառել։ Վերադառնալով մեր պացիենտի մոտ, քանի որ ունեինք հստակ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության սրացում, եւ ինչպես քննարկեցինք այս դեպքերում օգտագործելով ոչ ինվազիվ օդափոխման սարքերը ունեն դրական արդյունքներ, մենք օգտագործելով BiPAP սարքը մի քանի ժամ տևողությամբ կարողանում ենք մաքրել հիպերկապնիա եւ դրանով իսկ լավացնել պացիենտի գիտակցության մակարդակը եւ նաեւ շտկել հիպոքսեմիան։ Դրան զուգակցված իրականում կատարում ենք բնականաբար դեղորայքային բուժում կախված մեր հիվանդությունից, այս դեպքում մենք պետք է կատարենք գլյուկոգորտիկոստերոիդներով եւ երբեմն նաեւ հակաբիոտիկներով բուժում, դե ոչ ինվազիվ վենտիլյացիայի կիրառումը արդեն իսկ ցուցում է հակաբիոտիկների օգտագործման, ինչպես նաեւ բրոնխոլայնիչների կիրառում։ Եթե մենք ունենք պացիենտ, ով ունի թոքաբորբ, այդ դեպքում կրկին հակաբիոտիկներ, ասթման իր բուժումը ունի, այսինքն ըստ ցուցման, թե ինչ շնչառական անբավարարության պատճառ ունենք, զուգահեռ իրականացնում ենք այդ բուժումը եւ ենթադրում ենք, որ այդ ճիշտ adekvat բուժման պարագայում թթվածնի կարիքն է քչանալու եւ մենք կարողանալու ենք կամաց ոնց որ հետընթաց անել այս էսկալացիոն քայլերի եւ դուրս գալ թթվածնից։ Դե ինչ, այսքանն էր կոնսուլտանտներ ոդքասթի երկրորդ էպիզոդը։ Շնորհակալություն ռեզիդենտների համար համայնքին այս նախագծին աջակցելու համար եւ եթե նյութը օգտակար էր եւ հավանեցի, կարող եք կիսվել ձեր գործընկերների եւ համակուրսեցիների հետ եւ արդեն մենք մեր նյութերը կտեղադրենք մեր հարթակներում եւ կհանդիպենք հաջորդ անգամ։ Կրկին շնորհակալություն եւ մինչ նոր հանդիպում։